չեմ սպառում։ Բայց եթե համեմատական անցկացնենք, ինչ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ իշխող ուժներ 2024 թվականի մարտին ահաբեկում Տավուշի բնակչությանը, ասելով, որ եթե համաձայն չեք լինելու ձեր սեփականությունը փոխանցել թշնամական պետությանը, ապա ձեր նկատմամբ տեղի ունենալու բռնություն, պատերազմ, ագրեսիվ պատերազմ Հարևան Ադրբեջանի կողմից։ Սա ոչ այլ ինչ է, քան հենց ահաբեկչություն սեփական ժողովրդի հանդեպ։ Եվ այս գործով մեղադրյալներից ինչքան էլ այս բառը մենք շատ սրտացավ ենք ընդունում, բայց այդ բառը օգտագործելը միշտ ցույց է տալիս այսօրվա իշխանության վիրապահ մարմինների դեմքը։ Այս գործով մեղադրյալներից Բագրատ Սրբազանը դուրս է եկել անարդարության դեմ 2024 թվականի մարտին եւ փորձել է օրենքով չարգելված բոլոր հնարավոր եղանակներով կասեցնել պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված այդ ոտնձգությունները։ Հիշեցնեմ, որ այս գործով մեղադրանքը դատարան վերել է հենց դատախազության այն վարչության դատախազը, ում անմիջական պատասխանատվության ներքո է պետության անվտանգությունը եւ սահմանադրական կարգը։ Այսինքն այն գործը, որը պետք է անեին այս գործը դատարան վերած դատախազները, փորձել է ստանձնել Բագրատ Սրբազանը։ Թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտվի։ Թույլ չտալ, որպեսզի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ տեղի ունենան։ Դա արել է բացառապես իր ուժերով եւ իր հեղինակության շնորհիվ։ Եվ կրկնում եմ, կատարել է օրենքով չարգելված խաղաղ անհնազանդության բոլոր գործիքակազմերը օգտագործելով։ 2024 թվականի մարտին Տավուշի մարզում սկսվել է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որտեղ առաջնորդն է եղել Բագրատ Սրբազանը։ Բնականաբար այդ շարժումը չէր կարող լոկալ նշանակություն ունենալ, որովհետև այդ տարածքների հանձնումը միայն տարածքի բնակիչների խնդիրը չէր եւ իրենց որոշելիքն էլ չէր, դա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ աշխարհասփյուռ մեր թուրքի ցանկացած հայրենակցի մտահոգություններ եւ սրտի ցավը։ Եվ շատ մարդիկ տեսնելով շարժման անկեղծությունը, դրա ճիշտ բովանդակությունը եւ նպատակները միացել են շարժմանը։ Պատահական չի, որ 2024 թվականի մարտից մինչև ապրիլ ժամանակահատվածում շարժումը թափ հավաքեց, սկզբից էական դժվարություններ ստեղծելով հայրենահանձման այդ գործընթացին, այնուհետև դուրս եկավ մարզային տրամաբանությունից եւ շարժվեց դեպի Երևան։ Բավականին հետաքրքիր եւ նաեւ զարմանալի անսպասելի արդյունք ապահովեց այդ շարժումը։ Միտեղ հավաքելով իր հետ երբևէ կապ չունեցող եւ դժվար պատկերացնելի, որ այդ մարդիկ կարող էին իրար կողք կանգնել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական քաղաքական խմբերին։ 2024 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ 20 թվականի պատերազմից հետո ամենամարդաշատ հավաքը, որը իր բնույթով էլի կրկին իր գործիքակազմով միանշանակ խաղաղ էր, իսկ իր բոլոր դժգոհությունների ակցիաները նախորդող փուլում ճանապարհին եւ Երևան քաղաքում դուրս չեն եկել խաղաղ անհնազանդության ակցիաների տրամաբանությունից եւ որևէ անձ չի տուժել ոչ հոգեպես, ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես այդ գործողություններից։ 2024 թվականի մայիս ամսին վերջին տարիների եռուն քաղաքական գործընթացներն էին, որի կիզակետում էր Բագրատ Սրբազանը։ Հենց այս հանգամանքն է բնորոշում, որ վերջինս ակտիվ քաղաքական դերակատարը եղել Հայաստանի Հանրապետության կյանքում։ Բնականաբար Բագրատ Սրբազանը դասական իմաստով քաղաքական գործիչ չի, բայց ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, պատվախնդիր քաղաքացի եւ պատասխանատու քաղաքացի, ցանկացել է մասնակցել քաղաքականությանը եւ իր գաղափարները տարածել, փորձելով կասեցնել բոլոր այն արհավիրքները, որոնք այն ժամանակ սպառնացել են
հետագայում անդրադարձել են եւ հիմա էլ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը։ 2024 թվականի մայիսից հետո շարժումը որոշակի ձևափոխումներից հետո նոր գործողություններ էր կատարում։ Սա գալիս ենք երկրորդ կուլմինացիոն կետին, որը ցույց է տալիս կորելացիան քաղաքական ակտիվության եւ քաղաքական հաշվեհարդարների։ 2024 թվականի հունիսի 12 Բագրատ Սրբազանը խաղաղ հավաք է իրականացնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մոտ, որին դիմակայելու համար չեմ չափազանցնի իմ պատկերացնում ոստիկանության ամբողջ ռեսուրսը ներգրաված եղել է։ Եթե նույնիսկ մարդաքանակով որոշակի վերապահումներ անենք, չնայած այդ ասեմ մարդաքանակով էլ են պատկերացնում ամբողջ ռեսուրսը, որովհետև ընդհանուր ներկայացված էին ոստիկանական ակադեմիայի ուսանողները առանց պատժաճ համազգեստի ազգային ժողովի տարբեր հատվածներում գտնվում էին։ Կենտրոնացված է եղել ոստիկանության զորքերի հատուկ միջոցների ամբողջ սպեկտրը, սկսած փշալարերից, արդյունքաբեր գազերից, մինչև լուսաձայնային նռնակներ։ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ հավաքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, մասնակցությամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար ներկայում ոստիկանական գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանի օգտագործելով ոստիկանության հատուկ միջոց օրենքով չհամարվող, այստեղ ցիտում եմ մեր մեղադրանքից, մարդու կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող հրավտանգ միջոց, լուսաձայնային նռնակ, որը իր ստանդարտով կիրառելի չի խաղաղ ցույցերի նկատմամբ կիրառելու համար, ուղղակի նռնականետել են խաղաղ ցուցարարներին, որոնց թվում եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, մանկահասակ երեխաներ։ Առանձին թիրախավորում են ստացել նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ուղղակիորեն նրանց ուղղությամբ էլ նետվել են լուսաձայնային նռնակներ։ Եթե որոշակի տեխնիկական զարգացվածության պակասի պատճառով նախկինումը տասնամյակներ առաջ որևէ գործողություն կարող է ֆիքսված չլինել եւ ես մի քիչ կարող եմ զգուշավորություն դրսևորեի պատասխանատու հայտարարություններ կատարելիս, գոնե 2024 թվականին մեր օրերում այդ ամեն ինչը տեսաձայնագրված է։ Եվ այն յուրաքանչյուր արտահայտությունը, որ ես հիմա դատանում հնչեցնում եմ, տեսագրությամբ փաստարկված տվյալներ են։ Տեսագրությամբ փաստարկված է ինչպես է ոստիկանապետը հանձնարարում զորքերի հրամանատարին ձեռքով էլ ուղղությունը ցույց տալիս, թե որ հատվածում է պետք նետել լուսաձայնային նռնակը։ Տեսագրությամբ հաստատվում է, որ այդ պահին չի եղել որևէ հիմք ցուցարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այդ օրվա տվյալներով շուրջ 100 անց ստացել է մարմնական վնասվածք։ Մեկ անց ստացել է ծանր մարմնական վնասվածք, ընդմիշտ կորցնելով ձեռքի մատները։ Նույն օրը, թե հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խրախուսել է ոստիկանական գործողությունները, ասելով, որ ոստիկանությունը վարվել է ճիշտ եւ տեղի։ Այդ օրվա այլ տեսակադրերով մենք տեսել ենք, թե ինչպես են ոստիկանական պատի հետև տարվում եւ պարզապես խոշտանգվում ակտիվ քաղաքացիներ։ Տեսանյութեր կան, ինչպես են ոստիկանները շարք կազմած, մի հարված հասցնելով, ծեծելով մարդուն տանում մտցնում ոստիկանական մեքենաներ։ Որն է եղել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության արձագանքը այս գործողություններին։ 2 տասնյակից ավել անց մեղադրվել է եւ այս պահին էլ գործերը գտնում են դատարաններում զանգվածային անկարգությունների մասնակցության համար, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, թեկուզ պատկերացնենք շարքային ոստիկանը տաքացել է եւ
ինչ որ ցուցարի նկատի